տեսա Նիկոլ Փաշինյանի կողմից արած այս գրառումը։ Անկեղծ ասած, ի սկզբանե մտածեցի ֆեյք է ու մտածեցի, որ օրեր անց արդեն իսկ պատասխանատվության կենթարկվեն նման ֆեյք անողները։ Բանից պարզվեց սա իրականություն, այլ ոչ թե ֆեյք։ Իսկականից ասած, ես չունեմ ոչ մի քաղաքական սիմպաթիա ու ոչ մի տեսհայացք։ Առհասարակ քաղաքականությունից հեռու եմ ու ոչ մի կողմ չեմ ընտրում, անգամ նաև ուզում եմ ասեմ, որ քաղաքական մանապոլիան իմ համար գարշելի է։ Բայց այս ամեն ինչը տենալով ուղղակի զարմանք եմ ապրում, նախ նրա վրա, որ ուսուցչու հարցը բազմաթիվ բլոգերներ բարձրացրեցին, բայց ոչ մեկ այս հարցը չի բարձրաձայնում, միգուցե չեն ուզում տարաձայնություններ ունենալ Հայաստանի Հանրապետության իշխանության հետ, քանի որ տենում են բազմիցս տարբեր կոչերով դիմում են Փաշինյանին։ Բայց ակամայիս ես ոնց որ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացի, ով ծնվել է Հայաստանում, մեծացել է Հայաստանում, կռվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակով, երեխաներ ունի, ծնողներ ունի ու Հայաստանում հայկական արժեքներ ունի, հա? Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության գերագույն հրամանատարը չպետք է իր անձնական ամբիցիաներով գրառում աներ այն դեպքում, երբ որ հասկանում է, որ իրեն նայում են ոչ միայն հայերը, այլ նաև նայում են թշնամի ազգը, ովքեր որ կարան այդ նմանատիպ գրառումները օգտագործել իդեմ մեզ ու մեր քրիստոնեության կրոնական արժեքների, կներեք։ Ուրեմն ի՞նչն է հարցը, նախ առաջինը ես չգիտեմ որ սրբազանի մասին է խոսքը ու ինձ հետաքրքիր չի իրանց կյանքը, անգամ ինքս եմ մեղադրում նման արարքը, եթե դա անում է սրբազանը, դա նշանակում է նա հոգևոր կյանքով չի ապրում, բայց պետք էր նախ առաջինը կոնկրետացնել որ, ի սկզբանե вообще այդպես պետք չէր արտահայտվել, որովհետև ես ինքս հայոյում եմ տարբեր տեսակի վիդեոներում թուրքերի հետ կապված, ովքեր վիրավորում են մեր ազգը, ազգային արժեքները, մայրերին, երեխաներին, մահացած տղաների հիշատակը հակադարձելով բնականաբար հայոյում եմ կոնկրետ իրենց, ինձ թույլ եմ տալի դա, բայց ես հասարակ շարքային քաղաքացի եմ, բայց Հայաստանի Հանրապետության գերագույն հրամանատարը ինձ թվում է ավելորդ էր նման տիպի այդ աստիճանի գրառում աներ, իսկ եթե սրբազանին ենք կպտում պետք է կոնկրետացնենք որ սրբազանը ու եթե այդ սրբազանը իրոք տենց անում պետք է իրան զրկել հոգևոր արժեքներ քարոզելուց Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե ընդամենը գրառում անել ու վերջում էլ ասել ինչ գործ ունես իմ հետ, դուք պետք է նրա հետ գործ ունենաք, որ նա եկեղեցում չքարոզի քրիստոնեություն, իսկ մնացած սրբազաններին վարկաբեկել